Ой. Սիրելի հետևորդներ, բարի լույս բոլորին։ Օրը բացվեց, շաբաթը սկսվեց աշխատանքային եւ ես էլ գնում եմ գործի։ Առավոտ շուտ լույսը չբացված, ճանապարհները ինձ սառած են։ Ոյ, քամուտ է եղանակը, այնքան են սառույց։ Ուսին սառած է։ Ցուրտ։ Սպասեմ մինչև մեքենան գա։ Սիրելի հետևորդներ, բարի կեսօր։ Ես աշխատանքից վերադարձել եմ ու իմ տան գործերով, պետական գործը ավարտեցի, հիմա էլ սեփական գործին անցա։ Ինչու եմ դուրս եկել պատշգամբ, որովհետև բլինչիկի կաթը բերել են եւ պատշգամբում եմ, տանեմ ներս, եռացնեմ, իսը խաշեմ, մի խոսքով որ բլինչիկ պատրաստեմ ու տեսեք, եղանակը նորից կտրուկ փոխվեց, ձյուն է տեղալու մի քանի օր։ Սա իսկական ձմեռ է, ցրտաշունչ, խիստ ձմեռ, մի կողմից ցուրտ, այն որ քայլելը դժվար է, սառույց է, շատ հետաքրքիր է, հաճելի է, մի կողմից տխուր է, մի կողմից ուրախ է նաև երեխաների համար։ Ես էլ եկա տեսնեմ Լիլիթը նորից երեխեքով խաղում են շենքի բակում ու հիմա էլ քնել է։ Ահա, սա էլ իմ կաթը 5 լիտր վերցրել եմ, տանեմ եռացնեմ ու անցնեմ իմ գործին։ Բա հոգնել քնել, այս կողմն է խամյակինաները։ Թող քնի, անհամբեր էր ասում էր, երբ պիտի բլինչիկ սարքենք։ Ահա, ես էլ կաթ։ Ես կաթսայի մեջ կեռացնեմ, պարտադիր եռացնելու եմ ու կքամեմ։ Մի հատ քամիչով էլ քամենք, թե ոնց ենք քամելու, մենք էլ չգիտենք, բայց մի կերպ մարդել չկա, լավա։ Տնական կաթ է, տնական կաթ։ Կորելի է մեկ բաժակ էլ խմել, սամանը պետք է լվանամ, որ հետ վերադարձնեմ, ահա,
Տեսեք, որ ճիշտ արեցի, քամեցի, ում հետն է մարլա էի դրել մի փոքր։ Սա գցեմ մարլան, ես ցանցը լվանամ։ Թող եռա ու շադիր պետք է լինեմ, որ չհլնի, թափվի եւ միսը լվանանք։ Միսն լվանանք, դնենք թող էփվի։ Այս կացի մեջ կդնեմ միսը։ Փափուկ մսեր են, առանց ոսկոր, իսկական բլինչիկի համար։ Համանը լվանամ։ Եվ այստեղ ջրի մեջ ինչ է, չեք ասում, այս ջրի մեջ ինչ ան ազո։ Սա էլ բաստուրմայի միսն է, են որ հեսա ջուրը թափեմ։ Ահա ես մսի կտորները փաթաթում եմ մարլայի մեջ, մաքուր, այսպես։ Մարլայի մեջ եմ փաթաթում ու յուղաթղթով։ Թղթի մեջ դուրսն էլ լավ սառնա, տանեմ ու մի հատ ծանրություն դնեմ վրա։ Վերջ, այսպես։ Սա բաստուրմայի միսը։ Այդ նոր կարելի է հանգիստ կոֆե խմել։ Ոյ, մեր կոֆեից է, մեր սիրած կոֆեից։ Վերցնենք այսօր լավաշն էլ վերցրեցի, բերեցին, պատվիրել ենք, բայց դե էլի առնում ենք, լիքը առնելու բաներ կան, որը մոռանում ենք, հետո ենք հիշում, որը թողնում ենք վերջին օրերին, օրինակ երշիկեղենի տեսականոց ոչինչ չեմ վերցրել, որ երևի վաղը կվերցնեմ կամ այսօր չեմ անում։ Կաթի և կոֆեի մոտ կանգնում ես, մեկ էլ հոպ թափվում է։ Դրա համար ասեցի այստեղ լինեմ, որ չթափվի։ Տեսեք, քանի հատ լամպ առաջ է, որ նոր տարվա օրը մտածել եմ կարող է 31-ին լամպերը վառվեն, բայց դե արդեն դրանք մենք օգտագործեցինք։ Ամբողջ լամպերը վառվեցին։ Պետք է նորից 2 հատ վերցնեմ, այնքան շուտ են վառվում։
Եվ կանչելու նշանն էլ պատը ծեծելն է։ Տեսնես կգա, թե չէ։ Կոֆե եմ դրել։ Երեք օր ձուն ատում է։ Հիմա պրծի ես։ Լիլիթը հոգնավ, քնավ, շուտվանից էր դուրսը։ 2 ժամն է քիչ է, հա։ Օդը չթոփի։ Բա, ասում էին ձուն չի գա, նոր տարվան ձուն չի լինելու, Սուրենյանը անակնկալ արեց։ Վերջ քյաֆը վերցինք, մնաց փակենք, որ էդվի։ Կոթե չհլնի, ուզմա բարձրանա արդեն։ Մինչև կաթը կլինի, ես մի հատ կարալյոկ կտրեմ, իհարկե սրանք լվացել եմ, դրել ենք այստեղ, այսօր խնձոր եմ վերցրել, այ մարդ, խնձորը ավելի թանկ է, քան կարալյոկը։ Կարալյոկը էժան է խնձորից։ Կանաչներն էին լավը չկար, հա, կարմիրը ես իմ ինչ որակի էլ չէր, տեսնեմ էլ որտից կարող եմ առնել։ Ես մոտ որ Վայոց ձորը խնձորի երկիր է, այս տարի խնձոր չկա, բա, խնձոր չկա, ասել են սրանք էլ։ Սա մամայինց տան կարալյոկն է։ Ոյ, լույսերը գնաց, լույսերը անջատվեց, մի սեպումա կաթն է կլինի հեսա։ Ինչի անջատվեց, վերջապես ուզեց բարձրանա ուղի, պրպուրը սենց բերեմ այս կոմ թող մի րոպե եռը, որ նաև ուզում ենք, որ պինդ մածուն լինի, ներենք պինդ մածուն ստացվի, պետք է կաթը եռացնենք, չբարձրանա այդ պրպուրը վերև անմիջապես անջատենք, եռացնում ենք, ամել ապահովության համար, ինքը եռում է, նայեք, ուղղակի կողքից եռում է։ Մի հատ է թողում եմ լավ բարձրանում է, ոյ, և նազո անջատի, որ չթափվի։ Ես էլ լավաշները, լավ էբված, կարմրացրած, մեծ, հաստ, համեղ, դե մինչև լույսերը կմիանան, ես էլ պահը բաց չթողեմ, ցույց տամ, թե ինչ եմ գնել Եղեգնաձորից, իհարկե սրանցից ես էլի ունեմ, երկար ժամանակ սպասում էի, որ ստանան, վերցնեմ, այսօր մտա խանութ ուրիշ բան էի նայում և տեսնեմ, ինչ տեսնեմ, իմ բաժակներից էլի կա, վերջի 4 հատներ մնացել, տեսեք ինչքան հարմար է, ինքը շատ լավն է, թեթև, գույնը հաճելի ու հարմար է սպասի, կաթի, մածուն լցնես, հարմար բաժակ, կապույտն է,
2 հատ ունեի եւ 4 հատ էլ վերցրեցի։ 4 հատն էլ վերցրեցի, բայց դե այս տեսնենք հայելի կապույտ, սա տեսնենք կանաչ չկար, սիրուն են, հարմար է, փել կարաս խմես, ինչու չէ, 480 դրամ, բացել է, կբացեմ, որ լվանամ, սիրուն դնեմ կահույքի մեջ։ Շատ հարմար են։ Ոյ, փաստորեն 2 կանաչ, 2 կապույտ, աշխատողն ասեց կապույտ է, հա, փաստորեն տուփերը խառնն է, տուփերն են, տուփերից ասեց 2-3 կապույտ, հա, տուփերը 3 հատ տուփը կապույտի է, տուփերը երևի խառնել են վաճառքի ժամանակ, լավ է 2 կանաչ, 2 կապույտ, 2 հատ էլ տունը ունեի, հեսա բերեմ, տեսեք, որ նույնից է բաժակը, 3 հատ կապույտ, 3 հատ, ես սիրում եմ սենց թափանցիկ, հասարակ թեթև բաներ, կոշիկներն է արել ջուր, բայց ասեմ, որ մեջը ջուր չի քաշել, դնենք վառարանի մոտ, դնեմ այստեղ, միսը էպվում է, ահա, և ճաշատեսակներ կան, որ մանավանդ սպասը հարմար է բաժակի մեջ լցնել ու ուտել։ Տուփերն էլ, ինչ ասրանք էլ, կցենք հեսա թող գնա, և սարցախցիկից դուրս բերեցի ես հավը, որ ինքն իրան տենց հալվի, հետ գա, դե մի օր էլ կծակծկենք աղաջերի մեջ կթողենք և հավի կծքամիսն աղցանների համար մինչև աշխատանքից գալիս եմ տուն գործ եմ անում վերջացնում եմ արդեն գործի գնալու ժամանակն է լինում ես բլինչիկի խմորն եմ անում 2 չափաբաժին 4-ը ձու եմ օգտագործելու աղ 1 2 1 չափաբաժնի համար 1 ճաշի 1 գթալ բուսայուղ եմ օգտագործել իհարկե հարիչով անեմ կաթնել 2 լիտրը դրել եմ դուրսը որ սառի բերեմ լցնեմ քանի որ 2 չափաբաժին է ես 1 թեթև թեյի գթալ սոդա ահա այսալ սոդա հարիչը հանեմ հարեմ հարեցի գնամ կաթի հետևից դուրս գանք պատշգամբ լիլիթը դեռ քնած է
Ուй, հիշերով ավելի սիրուն է այս տեսարանը։ Ծառը ինչքան սիրուն է։ Կաթը բերեցի, մի քիչ սառել է եւ 1 լիտրին 1 չափաբաժնի մեջ 1 լիտր կաթի հետ ես լցնում եմ 1 բաժակ ջուր, այսինքն 2 չափաբաժին է 2 բաժակ ջուր, վերջ, կաթը սառեց եւ սա ավելացնում եմ այստեղ։ Այլ որ լցնում եմ մոտ 3 կոֆեի այդ ափսեով, այդպես մոտավոր, ես հեսա կհարեմ արդեն իմ այդ պնդության աստիճանը կիմանամ։ Մի հատ գթալով հարեմ ու հարեմ։ Եվ սա էլ 4-րդը այսպես ափսեով։ Եվ խմորը սարքեցի, չգիտեմ, հիմա մի հատ ուզում եմ փորձեմ, տեսնեմ ինչ պակաս, ըստ այդմ կորոշեմ, տապակը դնեմ այս թող տաքանա եւ որոշենք։ Եվ ինչ ենք ասում, հաջողություն թող լինի առաջի անգամ, առաջի լիստը, դենանք ինչ է լինելու, թե ինչի ես տեղ ալյուրի չափաբաժինը չեմ գրել, չգիտեմ։ Կշիռով չեմ կարող ասել։ Եվ, ահա, և, ուղղակի ես պատահականը տեսնում եք առաջի անգամ արեցի ու ընտիր։ Այն որ միշտ անում են առաջի լիստը պոկվում է, չէ, բայց դե տեսեք սա էլ չպոկվեց։ Ուրա, մալադեց, ես արդեն իմ այդ չափաբաժինը գիտեմ, որը ինչ, որը որտեղ։ Եվ ընտիրա։ Տեսեք ինչ լավն է։ Բայց դե ինձ այստեղ խանգարող հանգամանքներ կան, այն որ ցեն ասում, ես չեմ կարող աշխատել, հարիչը վերցնեմ, մի քիչ շատ լցնեմ ու ավելի արագ պտտացնեմ, ես մի հատ հարիչ-մարիչ այստեղից տանենք, և տեսեք, իրոք, ընտիր եղավ, հոպլա,
Են մի տապակս մի քիչ են չի, թե չէ նրանով է կթխեին, կվերջանար, ասա վերցնազա, քնել էիր, հենց առաջինն էլ լավ եղավ, քնել էիր է Լիլիթ ջան, ոյ, հա, նենց եկար, ծիխարի, ես համաման կհանի, բամբեր, ապսեբեր, որ այդ սարկասները դնեն, քիչ դանդա, չէ, չէ, էդի փոքր անանա ջան, ծուռ ալնելու, վերց էդի, մեծ է, մեծ ապս է, որ սիրուն դնեն, լով էլ եղավ, և հիմա պետք է, ոյ, լույսերն ուզում են գնան, էդի մա, հա բեր, Ամ ես լցնեմ, ես արդեն սովոր գիտեմ ձևը։ հա մի րոպե էլ եմ աման անի նոր, Աշոտում, նա։ չէ, չի եկե աշոտը, լավ քնար է Լիլիթ, մի հատ գնա մազերը ծանդրի նոր արի, գնամ արել է, ուտում ես անկեր, Տակն եմ ուզում։ դե վերցրու գնա մամային մի խանգարի, մամանց դե երկար գործ ունի, եստեղ, Լիլիթ, մեր մի տապակով է թխենք, չգիտեմ դրանով, այսը, Սենա բանապիլորը։ հա, Բայց ինձ էլ կտաս, հա անեմ։ դե մի տապակը լավը չի, բայց դե թող լինի չանեմ, սենց անեմ, Երկուսով ասանովը պրոցես է, թա։ հա արագ լինի, չէ սառներ էսի, կպչանա, դե տաք լինի, Շո, հա, շո, համով է լիստերը լինի, լը թող կարմրի նոր, մատ, ինչ աղ է, ես ինչ է լավ, տես ես տապակով չի լնում, չէ սրանով չի լնում, լիստերն էլ այսենց անենք սառի, որ նոր դնենք, չէ, եթե տակ, այսի տակն է, եթե տակ դնենք իրար վրա, ջուր է ամնում, տենց գոլորշի անում է, խոնավանում է, ահա, այսի նոր հանեցի,
Եվ ամեն անգամ, երբ որ պետք է այս խմորը վերցնենք, պարտադիր խառնում ենք։ Եթե չխառնեցինք, վերջում շատ պինդ զանգված է մնալու ու չի ստացվելու, որ հավասար լինի։ Այս միսը տեսնում չեփեց, մի կողմից թխում եմ, մի կողմից խոհանոցը դասավորեցի։ Հեշտ ու հանգիստ պոկվում է։ Սա անջատեցի, այստեղ դնենք։ Միսը եփվեց։ Բայց ես դեռ չեմ վերջացրել։ Քիչ մնաց, փորձեցի մի թավայով սարքել, բայց դուրս չեկավ։ Ամենալավը սա է, ոչ կպնում է, ոչ էլ է, ու շատ լավն է։ Իրա չափն էլ է լավը։ Չուզեցի, որ տարբեր չափերի լիներ։ Շատ թողեցի, կարմրեց, բայց չէ լավ է։ Սա այստեղ։ Ոչ մի հատ ոչ պոկվեց, ոչ էլ է, շատ ընտիր եղավ։ Միսը հանեմ, պետք չի, որ մնա կաթսայի մեջ հանեմ, թող սառի։ Իսկական ղորմայի մսերը, փափուկ, լավ, առանց ոսկոր։ Տոնը աշխատում ենք, չարչարվում ենք, հա, բայց դե տեսնում եք ինչքան ենք տանջվում։ Եվ այս տոնը կարելի է ասել տղամարդկանց տոնն է։ Տղամարդիկ չեն տանջվում։ Բոլոր հոգսերը կանանց վրա է։ Թխի, էփի, պատրաստի, բոլոր գործերը։ Ինչու՞ չէ նաև առևտրի գործն է։
մտածում ենք ինչ առնենք, որից ինչքան, ոնց անենք։ Այդպես բարդ է։ Լիլիթ։ Այ Լիլիթ, արի մի հատ դու արա։ Լեցրու պտտացրու։ Մի շերեֆեր, սա։ Ես կտամ։ Լիք։ Կայնի, լիքը վերցնու։ Այդքան։ Կայնի։ Դե արա։ Աստված հետս մինի։ Պտտացրու։ Ահա։ Հլը Լիլիթ։ Կերկումս առաջին անգամ ստացվամ լինչիկը։ Էլի ես արը դու, անցած տարի էլ ես արը։ Բայց լավ չէ, այդպես լավ։ Լավ եղավ։ Դե սարքի տարկեր, հետի տալիս եմ, որ դու սարքես, տանես ուտես։ Արդեն կշտացամ։ Արդեն կշտացել է, ես չես ուզում։ Ես խում ձերա ուտում։ Բաչում եդ։ Գնայինի շուր տուր, թողեփի նոր։ Ուտենց անը կողանը։ Չէ, թողեփի։ Չես բանա, մի կողմից անում ես ու պոկում։ Հեշտ է գործերը նոր տարվա, Լիլիթ։ Պոկես շուր տաս։ Պետք է պոկես շուր տաս։ Դանակով արա։ Ահա, շուրտ է։ Ապրի Լիլիթ, ինչը լավ թխեցիր, Լիլիթ։ Դա շուտը սամը։ Վայ, Լիլիթ ինձ է բարկացնում, գիտի, որ պիտի շուր տան նոր։ Ինչու չեմ մի հատնել, ես փորձեմ, ես էլ ուտեմ, ես էլ եմ սիրում։ Եվ ինչու չէ, այսքան հոգնելուց հետո կարելի է մի քիչ լացել։ Եվ եկավ լացելու պահը։ Սող, այսքանը շատ է։ Ահա, այսքան։ Մաքրեմ ու այսքանը մաքրեմ ու լացեմ։ Գոնե հոգնածությունս այդպես կանցնի։ Եվ գիտեք ինչն է զարմանալի, այն որ բլոգերների կյանքը կողքից հեշտ է թվում, այն որ պատրաստի վլոգը, վիդեոն նայում եք, թվում է, թե ամեն ինչ իդեալական է, այն վատ կողմն է պետք է նայեք, որ այսքան անում եք, սարքում, պատրաստում, ինչքան աման է հավաքվում ու մենք պետք է մաքրենք, դասավորենք, որ հաջորդ օրը սկսվի նոր օր, նոր գործերով։ Չնայած բոլորի կյանքում էլ այդպես է, ինչ որ մի գործ անում ենք, պարտադիր խառնվում է, ձեռքի հետ դասավորում ենք եւ լիստս էլ ոնց որ թե վառվեց։ Լիլիթն էլ ենքանակեր է, արդեն էլ պետք չի։ Լավ, ոչինչ, չվարվեց է, լավ կարմրեց։ Ուշադիր լինենք։ Եվ ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասեմ, որ բոլորս էլի գործ ենք անում, խառնվում է, մաքրում, դասավորում ենք եւ կարեւորը ուրախ տարի լինի, առողջ տարի լինի, այս 26 թվականում թող կատարվեն այն երազանքները բոլորի, որ 25 թվականում չկատարվեց։ Չէ, չլացեցի։ Ինչի չլացեցի, չգիտեմ։
մենակ թե միսը հերիքի, որ փաթաթ է։ Սոխը կտրվում մի կողմից էլ աշկս բլինչիկի կողմն է։ Միգուցե այն մեծը չկտրեմ շոտը։ Նայեք վերջի, շունչն է վերջի լիստերն են։ Վերջի լիստերը այսպես ամանարեցի, որ հավաքվի այստեղ եւ տեսեք վերջում ոչ հարկ եղավ ալյուր ավելացնել, ոչ կաթ, ոչ ջուր, որովհետեւ միշտ լցնելուց ասենց կաթիլով էլ էս անցքերը փակեն, միշտ լցնելուց ես խմորը խառնել եմ։ Հա, չեմ կտրատում, դնում եմ սառնարանը։ Լավ է ֆելը։ Վերջինը, չէ, մի փոքր է կա, են էլ վերջում ընդհանուր տենց ամանով կշրջեմ և այստեղ էլ միսն էլ, վերջի կտորներն են, որ երկուսն էլ իրար հետ հասցրեցի, համ լիստերը պատրաստեցի, համ միսը եփվեց, կտրատեցի, մնաց աղամ, ֆարշը, միջուկը պատրաստեմ ու փաթաթեմ։ Դժվար արջևում է։ Եվ դադամ, որ ինչ կլինի, հա։ Սա է տեսեք ինչ պատկեր։ Որ ամբողջ ոնց են ասում, երկաթն էլ տակ-տակ են ծեծում, հատ մաքրենք, տակ-տակ, որ հեսա ուրիշ գործողություն անեն գազօջախի վրա, լավա բռնացի, ահա, ահա, սա միսը, սա սոխը, սկզբից սոխն եմ աղում, որ սոխարած անենք, հետո այսպես, ահա միսն էլ աղացի, բայց սոխ աղալուն մի լավ լացեցի, կտրելուց չէ, բայց աղալուց լացեցի, Ինչ բուսայյուղ եմ լցնում, բուսայյուղով ենք դա անում, սոխը, սկզբից սոխն ենք տապակում, ծև պղպեղ, պղպեղը պարտադիր է,
կոֆե։ Կանյուլեսի սարքեմ, կոֆե, մոֆե, նոր։ Մի փոքր իր այդ արգանակի ջրից լցրեցի, որ ավելի փափուկ լինի, ինձ շատ չոր է լինում, ամել որ լավ տապակվի։ Իհարկե միս մի քիչ էլ կա, սենց խառնեմ, տեսնեմ ինչ է։ Պարտադիր ծիտրոն, մի փոքր։ Համեմ է սամիթ է, սրանք կտրատեմ, մանր։ Մանր։ Ահա գինել միջուկ եղավ, բայց երկու չափաբաժին եմ պատրաստել, ինձ թվում է, որ նորմալ է։ Մեջ կարգին միջուկ դնենք, ոչ թե քիչ լինի։ 3 րոպե էլ փակ վիճակում էփվի։ Ահա եւ վերջ անջատեցի, սա պետք է տանը մնա սառը։ Դուրս չեմ հանելու, որովհետեւ դրսի այդ հոտը կպնում է մսին։ Մսի համը փոխվում է։ Շատ մարդիկ ինձ հետ համամիտ կլինեն։ Թող սառի, ես էլ այս ընթացքում ինչ անեմ, ամանները լվանամ։ Եվ հիմա ցույց եմ տալի հակառակ կողմը, որ տեսնում եք սարքած, պատրաստի, մտածում եք այդպես հեշտ է եղել, տեսեք, հա, սա քանդեցի, պետք է լվանամ։ Այստեղ, ահա, ինչ են, իչքան ամաններ են հավաքվել։ Եվ հիմա հերթը հասա, որ բլինչիկները փաթաթեմ։ Իհարկե սա արդեն փոխարինում եմ գթալով, որովհետև սրանով չեմ կարա լցնեմ։ Գնամ գթալ բերեմ, սիրուն դնում մի փոքր այս միջուկից մի փոքրը որն է լավ էլ առատ լցնում եմ, որովհետև դե տեսնում եք շատ էլ չի, հա, այսպես քիչ դե տապակից էր, բայց դե ոչինչ, թող մի քիչ էլ փոքրիկ լինեն։ Սա էլ հոպլա։ Դե ինչքան արել ես, այնքան էլ հիմա հաթաթ-փաթաթի։ Ահա այսքան փաթաթեցի և մնաց այդքան։ Եվ այստեղ կփաթաթեմ, կշարեմ այստեղ ու կփաթեմ։ Ահա սիրելի հետևորդներ, փաթաթեցի, վերջացրեցի, այսքան միսը ավելացավ միջուկից, այսքան էլ այսպես դրել եմ ստեղ, հեսա տապակեմ։ Եվ այսքանը ինչ արեցինք, ուրախությունով թող լինի, ուրախ նոր տարի գա։ Տապակվի։ Ավարտվեց այսօրվա իմ աշխատանքն էլ։ Իհարկե խոհանոցային աշխատանքը, այս բլինչիկն էլ գործերի են արանքից հանեցի, վերջացրեցի, դուք էլ ինչ կպատրաստեք, ուրախությունով թող լինի, ձեզ բոլորիդ ասում եմ բարի գիշեր, մինչ հանդիպում։